Ողջույն։ Այս շաբաթ ամբողջ հաղորդումը կնվիրենք Հայաստանում զինծառայության մասին նոր օրենքի նախագծին, որ վերաբերվում է զորակոչվող քաղաքացիներին։ Ով պետք է զորակոչվի բանակ, ով ոչ, որոնք են բացառությունները եւ այլն։ Կքննարկենք առաջարկվող այս փոփոխությունները, ինչպես նաեւ կանդրադառնանք ավելի լայն հարցերի, ավելի մտահոգիչ երկարաժամկետ եւ համակարգային խնդիրների, որոնք թերևս վերաբերվում են ցանկացած բարեփոխումների, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք։ Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկեց հետևյալ բարեփոխումներն անել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում։ Պարտադիր զինծառայության տարիքային վերին շեմը 27 տարեկանից բարձրացել է 37-ի։ Օրենքը նաեւ նպատակ ունի էապես խստացնել զորակոչից խուսափել ցանկացողների համար նախատեսված ֆինանսական տույժերը։ Ներկայում Հայաստանում 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները, որոնք չեն ծառայել բանակում, կարող են վճարել 15 միլիոն դրամ եւ խուսափել քրեական հետապնդումից։ Առաջարկվող փոփոխության համաձայն ծառայությունից օրինական ճանապարհով փաստացի խուսափել ցանկացողի համար այս գումարը կարող է վճարվել անձի 18 տարեկանը լրանալուց հետո։ Նոր օրենսդրությունը ներկայացնում են զինվորական պարտականությունների կատարման նոր երաստիճան կառուցվածք։ Առաջինը զորակոչիկներին հնարավորություն է տալիս ծառայել 24 ամիս, սակայն այդ ընթացքում ստանալ բարձրացված բազային աշխատավարձ։ Երկրորդը թույլ է տալիս ծառայել 6 ամիս, 15 միլիոն դրամ վճարի դիմաց։ Առաջարկվում է ծառայության խորհրդանշական մեկամսյա ժամկետ 24 միլիոն դրամ վճարի դիմաց։ Նպատակն է ամրապնդել համակարգի թե արդարությունը, թե ֆունկցիոնալությունը։ Տղամարդկանց միայն 30-ից 40%-ն է փաստացի ծառայում բանակում։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա, նշելով, որ տարբերությունը մեծ ազդեցություն ունի ազգային անվտանգության եւ համակարգի նկատմամբ հանրային վստահության վրա։ Օրենքն անդրադառնում է նաև կեղծ տեղեկանքներին, որոնք տրամադրում են շատ բժիշկներ, հնարավոր դարձնելով զորակոչի ժամկետի հետաձգումը։ Նոր օրենքը խստացնում է նման պրակտիկայով զբաղվող բժիշկների համար նախատեսված տույժերը։ Այստեղ շատ բան կա մեկնաբանելու։ Նախ ուզում եմ գովեստի խոսքեր ասել պատգամավորին այս հարցը բարձրացնելու համար, քանի որ այն անտեսված է եղել երկար տարիներ։ Սակայն իրականությունն այն է, որ օրենսդրությունը իր այս տեսքով սոցիալապես շատ անարդար համակարգ է ստեղծում եւ հանգեցնում է հասարակության միջև միասնություն ստեղծելու հակառակ ազդեցությանը։ Իրականում այս օրենքը ֆորմալացնում եւ օրինականացնում է սոցիալական կոռուպցիայի մի ձև, որի պարագայում բանակում կծառայեն միայն սոցիալապես անապահովների, աղքատների, միջին խավի մարդկանց երեխաները։ Բայց իրականությունն այն է, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որը պայքարում է խորը արմատներ ձգած խնդիրների դեմ։ Այս օրենքը կարող է առաջին քայլը լինել դեպի այն նպատակը, ինչին մենք պետք է ձգտենք։ Խոսքը պրոֆեսիոնալ բանակ ունենալու եւ ժամկետային զինծառայողներից ավելի քիչ կախված լինելու մասին է։ Խնդիրն ավելի լավ հասկանալու համար պետք է մի փոքր հետ գնանք եւ տեսնենք, թե որոնք են այն ավելի խորքային խնդիրները, որոնց պատճառով հասել ենք այս կետին։ Իրականությունն այն է, որ ծնողների մեծ մասը չի վստահում հայկական բանակին եւ դրա համար շատ ծանրակշիռ պատճառներ ունի։ Քանի որ բանակում ծառայությունը վտանգավոր է առողջության համար։ Նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը պատերազմի մեջ չէ, յուրաքանչյուր տարի տասնյակ դեպքեր են լինում, երբ զինծառայողները սպանվում են համատարած ամփոփության, ոչ կանոնադրական հարաբերությունների եւ շատ այլ պատճառներով։ Ճշմարտությունը, որի մասին չի բարձրաձայնվում, այն է, որ զինվորական ծառայությունից խուսափելն իրականում արտագաղթի հիմնական պատճառներից մեկն է, հատկապես նրանց համար, ովքեր կարող են Հայաստանից դուրս գալ։ Հիմա ներկայացնում եմ իրական կյանքից վերցված մի օրինակ, նշվածս այն վախերի մասին, որ ծնողներն ունեն, երբ խոսքը վերաբերվում է բանակում իրենց որդիների ծառայելուն։ Բոլորիդ կխնդրեմ դիտել հետևյալ երկու տեսահոլովակները։ Սա հարցազրույց է հեղինակ Կոլյա Ստեփանյանի հետ, որը փաստացի գրել է Արցախում 2020-ի պատերազմի ժամանակ թշնամու թիկունքում հայտնվելու եւ այնտեղ 17 օր անցկացնելու իր փորձառության մասին։ I've been serving for 3 months before the war broke out, and during those 3 months I only shot once from a rifle, so that's for people to know in what ridiculous condition Armenian army is, because I think everyone knows that any day, even now, any day something might happen. Still, there is no proper training. At least in my military base, there was none. And we would just train marching every day for hours. And when we retreated to Hadrut, we were already frontline, and then our commander fled on an ambulance car
Oh wow. So he was like, I'm wounded, but he wasn't wounded. I saw it. So he's being sued now. Wow. So around, I don't know, hundreds of untrained soldiers were surrounded by Azerbaijani troops. Many were killed. Այս երիտասարդի պատմածը ուրվագիծն է այն մղձավանջի, որ փաստացի ունենում է յուրաքանչյուր ծնող, որը ստիպված է իր 18-ամյա երեխային ուղարկել բանակ։ Այսինքն երեխան կգնա բանակ, որտեղ նրան կղեկավարեն որոշ դեպքերում անորակ, ինչպես նաև հանցագործ հրամանատարներ։ Ես նաև ուզում եմ հստակեցնել, որ հակառակն էլ է լինում։ Ունենք նաև շատ բարձրորակ մասնագետներ, որոնք հոգ են տանում իրենց զինվորների մասին, բայց մեր զրույցի նպատակների համար պետք է կենտրոնանանք բացասական կողմի վրա։ Հիմնական խնդիրն այն է, որ եթե չհասնենք ծնողների վախերի արմատական պատճառներին եւ չվերացնենք դրանք, ապա օրենքի վերածվող ցանկացած բարեփոխման արդյունքը նույնը կլինի։ Առաջ գնալով պետք է ասեմ, որ ժողովրդավարական հասարակությունում նախ եւ առաջ բանակի գործն է համոզել հասարակությանը, ծնողներին, որ 18-ամյա երեխային բանակ ուղարկելը ռուլետկա խաղալու պես բան չէ։ Այս ամենը սկսվում է թափանցիկության մշակույթ ձևավորելուց։ Այնպես, ինչպես միջին վիճակագրական քաղաքացին, այս դեպքում 18-ամյա երիտասարդը պատասխանատվություն ունի պետության առաջ, նույն կերպ պետությունն ունի պատասխանատվություն բոլոր գործընթացներում լինել լիակատար, բաց եւ ազնիվ։ Դրա օրինակն է 2020 թվականի Արցախի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը պատրաստվեց բավական ուշացումով, փաստացի պատերազմից 5 տարի անց։ Այն նույնիսկ դեռ չի ներկայացվել հանրությանը, նույնիսկ չի սպասվում, որ կներկայացվի մինչև հաջորդ տարի։ Հետևաբար, ինչպես կարող ենք ստեղծել թափանցիկություն եւ վստահություն, երբ պատերազմից 5 տարի անց դեռ չենք ուսումնասիրել այդ պատերազմի հանգամանքները։ Բանակում կարևոր բարեփոխումներ են ընթանում, ինչպիսին է սերժանտական ծառայության համակարգի ներդրումը, որին կանդրադառնամ ավելի ուշ։ Այն կարող է լուծել այս խնդիրներից շատերը եւ փոխել բանակի հեղինակությունը, բայց գրեթե ոչ ոք չգիտի դրա մասին։ Բանակը պետք է շատ թափանցիկ լինի, որ իր շարքերում անգործունակներին եւ հանցագործներին հետապնդելու եւ պատժելու հարցում։ Նույնը պետք է անի հակառակի դեպքում։ Արեստավարժ հրամանատարներին եւ առաջադիմություն ցուցաբերողներին պետք է խրախուսի, պարգևատրի, քանի որ այս երկրին իրականում համազգեստով հերոսներ են պետք։ Դրա լավ օրինակն է սերժանտական ծառայության համակարգի ներդրումը։ Այն ստանդարտ բան է արևմտյան բանակներում եւ երբեք այդպիսին չի եղել հետխորհրդային երկրների բանակներում։ Ըստ էության նրանք այն սպաներն են, որոնք չեն սովորել ռազմական ակադեմիայում եւ ուրույն կամուրջ են դառնում զինվորների ու սպաների միջև։ Եվ այս համակարգն իրականում հիանալի միջոց է խուսափելու այնպիսի խնդիրներից եւ չարաշահումներից, ինչպիսիք ունեցել ենք բանակում նախկինում։ Արդեն ունենք սերժանտական ծառայության համակարգի առաջին շրջանավարտներին։ Նրանք կարծես աստիճանաբար ներգրավում են բանակում։ Երկրորդ, պետք է մարդկանց ավելի լավ պատրաստենք, նախքան նրանք կգնան բանակ։ Այնպես որ սա այդքան էլ նոր բան չէ։ Մենք պետք է շատ վաղ սկսենք, միջին դասարաններից եւ ռազմարվեստի համընդհանուր կրթություն տանք։ Երիտասարդ տղաների մեծ մասը այժմ ինքնակրթվում են կամավորական տարբեր կազմակերպություններում, որպեսզի պատրաստվեն բանակ գնալուն։ Պետությունը պետք է ուշադրությունը հրավիրի մեր ռազմական կարողությունների համար արվող գնումներին եւ բանակի արդիականացմանը, քանի որ մարդիկ պետք է իմանան, որ բանակը դառնում է ավելի արհեստավարժ, ավելի ուժեղ եւ նվազեցնում է պատերազմի հավանականությունը։ Մենք պետք է ընդգծենք այն համագործակցությունները, որ ունենք տարբեր երկրների զինված ուժերի հետ, որոնց մասին բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի սիրում խոսել։ Դեռ շատ բարեփոխումներ կան անելու, բայց որքան ավելի բաց լինենք, որքան ավելի շատ խոսենք այդ մասին, ասենք որ սա 2020 թվականի բանակը չէ, այնքան ավելի շատ մարդիկ հակված կլինեն անկաշկանդ լինել ծառայելու հարցում։ Եվ կրկին, ի վերջո ոչինչ չի ստացվի, եթե չլինի լավ համակարգված պետական ծրագիր, որը կբացատրի տեղի ունեցող փոփոխությունները եւ իրականում կհիմնավորի, որ մենք առաջ ենք շարժվում եւ բանակն իրականում այն վայրն է, որտեղ կարող ենք ձեր երեխաներին ուղարկել ծառայության, առանց առնչվելու բոլոր այն տրավմաներին եւ խնդիրներին, որոնց նախկինում բախվել ենք։ Թեման շարունակելով պետք է ասեմ, որ բանակն ունի անձնակազմի հետ կապված խնդիրներ, որոնք ավելին են, քան զորակոչի խնդիրները։ Բանակն այսօր դժվարություններ ունի համարելու այնպիսի պաշտոններ, որոնցից մի քանիսը բավական լավ են վարձատրվում։ Գիտեմ, որ հատուկ նշանակության ուժերը ամսական ստանում են ավելի քան $2000, եւ սա կարեւոր է նրանով, որ եթե մենք իսկապես ցանկանում ենք երկարաժամկետ հեռանկարում դանդաղ անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, ապա մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կզբաղեցնեն այն աշխատատեղերը եւ կհամալարեն բանակի
շարքերը։ Ճշմարտությունն այն է, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում պրոֆեսիոնալ զինվորականները հակված են հայրենասեր եւ պահպանողական լինել։ Հետևաբար կարող ենք ինքներս մեզ հարցնել. լավ աշխատավարձից բացի ուրիշ ինչ պատճառով պետք է այս մարդկանցից որևէ մեկը ցանկանա ծառայել այնպիսի բանակում, որտեղ օրինակ բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասերյանը հրապարակավ հայտարարում է, որ չի դիտարկում ուժի կիրառումը, որպեսզի ազատագրեն հայկական ինքնիշխան տարածքը, որն այդ պահին գրավել է թշնամին։ Նա պնդում է, թե դա կլուծվի սահմանների սահմանազատման գործընթացով, ինչը բոլորս գիտենք, որ ճիշտ չէ։ Ով կցանկանա ծառայել մի գլխավոր հրամանատարի ղեկավարության ներքո, որը երբեք չի խոսում ուժի կարողության լեզվով, երբեք չի խոսում այս երկրի յուրաքանչյուր քառակուսի մետրը պաշտպանելու համար պայքարի անհրաժեշտության մասին։ Կարելի է լինել խաղաղության կողմնակից եւ միևնույն ժամանակ լինել շատ եռանդուն եւ շատ ուժեղ քո խոսքում, որպեսզի ավելի շատ մարդկանց գրավես քո կողմը։ Հիմա անցնենք գերիների հարցին։ Մարդիկ հարցնում են, թե ինչ կապ ունի դա այս խնդրի հետ։ Եվ կուզի գնալ եւ կռվել մի երկրի համար, թե բանակում, թե հետախուզական ծառայություններում, երբ տասնյակ հայ գերիներ են դեռ պահվում Բաքվի զնդաններում, զուտ այն պատճառով, որ հայ են։ Իսկ մեր կառավարությունը հրաժարվում է պայքարել նրանց համար եւ հանդես գալ հօգուտ նրանց ազատ արձակման։ Ով կցանկանա ծառայել այսպիսի երկրի զինված ուժերի հետախուզական ծառայությունում։ Անձամբ ճանաչում եմ շատերի, որոնք ռազմական կամավորական կազմակերպությունների անդամ են, սակայն կհրաժարվեն ծառայել բանակում։ Նրանք պատրաստ են ծառայել երկրին կամավորական կազմակերպությունների միջոցով եւ պատերազմի դեպքում կգնան ռազմաճակատ, սակայն չեն ուզում այսպիսի բանակի մաս կազմել։ Ավելի աբսուրդային այն է, որ այս պահին ունենք բանակ ու երկիր, որը վերջին 3 տարիների ընթացքում ավելի շատ զենք է գնել, քան վերջին 30 տարիներին, բայց հրաժարվում է խոսել դրա մասին կամ գովազդել այն, որպես երկրի ուժեղ կողմ կամ ինչ-որ բան, որով մարդիկ պետք է հպարտանան։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր կատարած գրեթե բոլոր գնումների մասին խոսել են կամ նրանք, ովքեր այն վաճառել են մեզ, Ֆրանսիան կամ Հնդկաստանը, կամ էլ հենց ինքը մեր թշնամին։ Վերջին բանը, որին կուզեի անդրադառնալ, վերաբերվում է դպրոցներում եւ հասարակությունում հայրենասիրական դաստիարակության բացակայությանը։ Ես ընդհանուր առմամբ ազգայնականության մեծ երկրպագու չեմ, քանի որ անկեղծ ասած, շատ դեպքերում լիակատար հիմարությունից ազգայնականությունը շատ փոքր քայլ է բաժանում։ Բայց երբ մեր երկրին անընդհատ ամենօրյա ռեժիմով սպառնում է հարևան ֆաշիստական ռեժիմը, մեզ իրականում անհրաժեշտ են արշավներ, որոնք կհամոզեն մարդկանց եւ կուսուցանեն նրանց սեփական երկիրը սիրելու, թշնամուն ատելու եւ սեփական երկիրը պաշտպանելու պատրաստական լինելու անհրաժեշտության մասին։ Ի վերջո, խաղաղությունը կհաստատվի միայն ուժի եւ դրան պատրաստվելու միջոցով։ Վերջ, դրանով ամեն ինչ ավարտվում է։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ I am Gunnery Sergeant Hartman, your senior drill instructor. From now on, you will speak only when spoken to, and the first and last words out of your filthy sewers will be "sir." Do you maggots understand that? Sir, yes, sir. Bullshit, I can't hear you. Sound off like you got a pair. Sir, yes, sir. If you ladies leave my island, if you survive recruit training, you will be a weapon. You will be a minister of death praying for war. But until that day, you are pukes. You are the lowest form of life on earth. You are not even human fucking beings. You are nothing but unorganized, grabastic pieces of amphibian shit. Because I am hard, you will not like me. But the more you hate me, the more you will learn. And my orders are to weed out all non-hackers who do not pack the gear to serve in my beloved corps.